Ոչինչ որ ուզում եմ անդրադառնամ։ Ես երկրորդ անգամ եմ անդրադառնում եւ պարոն Քոչարյան շատ լավ է որ ստեղ եք եւ այլևս չեմ անդրադառնալու այդ թեմային։ Նախ եւ առաջ ուզում եմ ասեմ, որ չգիտեմ, երբ պետք է ասեմ, խնդրում եմ, էլի, մարտի 1-ից մի խոսացեք։ Պետք չի դրանից խոսալ, որովհետեւ երբ որ խոսում ենք եւ դուք ասում եք, բայց երկու կողմ կա էլի այդ հարցում, երկու կողմ կա, երկու կարծիք կա, երկու տեսանկյուն կա, ոչ չկա, պարոն Քոչարյան, չկա, մի տեսանկյուն կա բացարձակապես, որովհետեւ այդ կոնտեքստում երբ որ դուք սկսում եք հիմնավորել եւ բացում եք Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ զինվեք, ինքնապաշտպանվեք, դա ձեր համար փաստար կա։ Գործընկերս Հրիփսինե Գրիգորյանը դուրս է գալի ասում է, եղբայր, էս դրվագ է, կան իրադարձությունների հստակ քրոնոլոգիա եւ իհարկե մենք օրինակ ես այն անգամ ասեցի 6-15-ից կանանք սկսենք անձնական օրինակներով մարտի 1-ի վերաբերյալ, մենք կարանք շատ ավելի գնանք դեպի սկիզբ, էլի դուք ասում եք բանակն էին ճոճում, բայց միջև այդ ինչ կար, փետրվարի 19-ը կար կեղծված ընտրություններ կար, հարյուրավոր մարդիկ, որոնք որ բռնության էին ենթարկվել, ու տենց կգնանք կհասնենք ինչ-որ էլի եմ ասում, էլի, չեմ ուզում էլի այս թեմայից խոսամ ստեղ ձեզ հետ, չեմ ուզում, ես չգիտեմ, որովհետև որ սկսեցի խոսալ, անկեղծ եմ ասում, սենց սկզբից մինչև վերջ իսկապես անձնական օրինակով պատմելու եմ, որովհետև դուք ասեցիք էմպաթիա, եւ ես էլի հավատում եմ, որ գուցե դուք այդ էմպաթիան զգացել եք կամ զգում եք հիմա, բայց ես այս ձեզ անձնական օրինակի վրա մի հատ բան եմ ասելու, կարող է դուր չգա, բայց պետք է ասեմ, էլի, առավել եւս երբ որ նաեւ արհեստական բանականության գործիքն եք օգտագործել, այդ թեմային եք անդրադառնամ, էլի, ես ժամանակին մարտի 1-ից հետո ձեր հոր հանդեպ զգացել եմ մեծ ատելություն եւ ագրեսիա, մեծ ատելություն, այնպես որ եթե տետ-ատետ ես ու ինքը հանդիպեինք, ոչ Ժիմ լոժաներ փրկելու, ոչ Պադիոն Պերևարոտներ փրկելու, իմ ատելությունն ու ագրեսիան հաղթելու էր, դա միանշանակ եւ աներկբա։ Ժամանակի ընթացքում իհարկե, երբ որ սկսել եմ զբաղվել քաղաքացիական ակտիվությամբ, քաղաքականությամբ, ես հասկացել եմ, որ առավել եւս քաղաքական գործընթացներում, երբ որ դու ներգրաված ես լինում, ատելությունը եւ ագրեսիան ոչ մի օգուտ քեզ չի տալի քո նպատակին հասնելու համար, առավել եւս էլ չեմ ասում, որ անձնապես է քեզ վնասում։ Անձնապես քեզ իսկապես վնասում է եւ կամաց իմո դա տենց նստել է, չգիտեմ, կարամ ասեմ դա տենց քնեցրել եմ իմ մեջ, էլի, կոպիտ ասած։ Եվ երբ որ դուք դուրս եք գալի, ես հասկանում եմ ձեր վիճակը իրականում շատ բարդ է, էլի, փաստացի փաստաբանություն եք անում այնտեղ, որտեղ որ պետք է չանեք իրականում այդ փաստաբանությունը, հասկանում եմ անհարմար վիճակ է, խոսքը գնում է ձեր հոր մասին, բայց դա էլ ասեմ, օրինակ երբ որ հանգարց իմ տղեն ինձ մեղադրեին ինչ-որ սխալ կամ վատ բաների մեջ եւ իմ տղեն ցանկություն հայտներ, որ ես պետքա գնամ քեզ կպաշտպանեմ, խստորեն արգելելու է իրան։ Ասեմ ինչ համար, որտեղ ես ինձ տղամարդ եմ համարում եւ երբ որ ես այդ տեսանկյունից բան չկա էլի ժողովուրդ, որ այդ շեշտեցի, որ ինձ տղամարդ եմ, եթե ես սխալ եմ անում, ես պետք է պատասխան տամ իմ սխալի համար։ Օրինակ այս իրավիճակում կգա այս ազգային ժողով, կնստեի ու բոլոր հարցերին հատիկ առ հատիկ կպատասխանեի։ Բայց ինչավից է, էլի եմ, չգիտեմ, երևի ասեմ, խնդրում եմ, էլի, եկեք բան մի արեք, էլի, այդ մարտի 1-ի թեմային դուք մի անդրադարձեք, էլի, այնքան բանի մասին կարաք խոսակ եւ հա, այո, ամենակարևորը եւ երրորդը։ Նախ եւ առաջ պարոն Արամանյան, դուք այսպես ասած իրադարձությունը փչացրեցիք, ես ձեզ եմ հորդորում, պարոն Քոչարյանն էլ եմ հորդորում։ Այդ բառապաշարը ստե մի օգտագործեք։ Օրինակ իմ ու ձեր ծանոթները դուք երեք այդ բառը որ ստեղ օգտագործել եք, ասենք զարմացել են, Եփանից ենք մենք տես Պապանյացիայում ապրում, առավել եւս ստեղ։ Եթե տենց հարց կա, մանդատները վայր դնենք, դուս գանք դուսը, այս շենքը չի։ Հա, ժպտում եք, հասկանում եք, կարաք մտածեք, որ մանիպուլյացիա եմ անում, մանիպուլյացիա չեմ անում, պարզ բան եմ ասում։ Ես էլ կարամ դա հնչեցնեմ, բայց ինձ թույլ չեմ տա երբևիցե։ Եվ ինչ վերաբերվում է ամենակարևորին, պարոն Քոչարյան, ես չգիտեմ, էլի ասեմ, չնեմ, կարող ասեմ խորհուրդ տամ, տենց մտածեք, դանի ինչ խորհուրդ էլի, իրա խորհրդի ինչ լսեմ, կարաք տենց մտածեք, երբ որ երեք արհեստական բանականության գործիքին հարցնում եք, լավ, Վագն Ալեքսանյանի հետ ոնց շփվեմ, ես տենց հասկացա, չէ, որքան հասկացա, մոտավորապես էլի, լավ, ոնց բացատրեմ X մարդուն, ինչ-որ մի բան, որը որ ըստ ձեզ դուք ճիշտ եք, ինքը չի հասկանում, ես դե հասկանում եմ, որ իրականում ես այն անցած ելույթում, որ ասում էի,
որ ես հավատում եմ այս մարդու ազնվությունը, հասկանում եմ, որ դուք չեք հասկանում իսկականից այս պրոբլեմը որտեղ է, հասկանում եմ, որ դուք նաև մարդկանցի հետ որոշակի առումով շփման փորձի պակաս ունեք, որտեղ այն տվյալ դեպքում, որը որ նկարագրվում է, մասնավորապես այդ թվում նաև ձեր օգնականի մասով, ունես գեղեցիկ բան եք անում, ասում եք, դա լրագրողական բան չի էլի եղել, տենց այս էլի տենց Շիրուն էլի Պապանյացյանը մի հատ բացատրվում է էլի, որտեղ ուրիշ հարց է եղել, տենց եկե ստացել է էլի, մոտավորապես տենց մի բան է ստացվում։ Ես ձեր տեղը լինեի, կգայի ասեի ներողություն, պարոն Ալեքսանյանն ասում է աշխատանքից կազատեի, կասեի ներողություն, նկատողություն եմ տվել, այլևս նման բան երբևիցե չի կրկնվի։ Պատճառը կապ չունի։ Բռնությունը ցանկացած պարագայում դատապարտելի է։ Եվ վերջինը, պարոն Քոչարյան, ուրեմն ես չեմ ասում, ես երկրորդ անգամ եմ ձեզ անդրադառնում եւ վերջին էլ չեմ անելու։ Դա հնարավորինս աշխատել եմ, ձեզանից էլ է բան կախված էլի ինձ համար իմ մասով։ Ես չեմ ալարել եւ այդ աշխատանքը կատարել եմ։ Մինչ դա ասել է, ես ուզում եմ ձեզ մի հատ հարց տամ, ելույթ եք ունենալու, նպատակահարմար գտնեք կպատասխանեք։ Ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առաջինը ըստ քաղաքական օրակարգի ընտրել են նրա համար, ոնց որ ասում է, որ մեզ հեռացնեք եւ գաք իշխանության, երկիրը դզեք ձեր ձևով։ Բայց երբ որ այդ նպատակը ձեր մոտ չի իրագործվել, այդ նպատակը ձեր մոտ չի իրագործվել եւ դուք հայտնվում եք այստեղ, կա հստակ պատճառ։ Դուք այստեղ հայտնվել եք նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայնը լինեք եւ բարձրացնեք իրենց խնդիրները։ Ես ձեզ խնդրում եմ վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից սկսած գնացեք եւ ձեր ելույթները այդ թվում հարց ու պատասխանը ուսումնասիրեք։ Ես ձեզ վստահեցնում եմ 70, իրականում 80, բայց ես 70 կասեմ։ 70%-ը լինելու է հետեւյալ բովանդակությամբ. մեր ընտանիքը պապաս ես, մեր ընտանիքը պապաս ես, մեր ընտանիքը պապաս ես։ Ես սա որպես փաստ եմ ձեզ ասում, ես նստել եմ հատիկ առ հատիկ, սա լսել եմ իրականում, այդ տնային աշխատանքը կատարել եմ։ Եվ այդ կոնտեքստում ես ձեզ հորդորում եմ ազգային ժողովի падգամավորի մանդատը, իհարկե ձեր վերաբերյալ է, էլի դուք անհամաձայն եք, բայց մի հատ, երկու հատ ասեցիք, օքեյ է, հարց չկա։ Կան այլ խնդիրներ, բազմաթիվ, որոնք որ դուք կարող եք այստեղ բարձրաձայնել։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։